Գոհար Սերգո, հետաքրքիր հարց ա տվել, այս հարցին ինձ էլ է շատ տալի, պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, դուք հիմա աշխատում եք Կենիայում որպես փոխոստիկանապետ, եթե այո, ընտրվելու դեպքում, հա, որպես վարչապետ, պատրաստվելու եք հրաժարական տալ, թե ոչ։ Կենիան այն երկիրն է, որը որ համակարգը, շատ խորքային համակարգ է եւ Փառք Աստծո, որ անձերից կախված չի, եղել է ժամանակ, մենք էլ ենք անցել, որ անձից էր կախված, մեր որոշումներից էր կախված, բայց այդ համակարգը, որ այսօր մենք ստեղծել ենք, թե հականնարկոտիկը, թե առաջի դեմքերի պաշտպանությունը, ես կասեմ, որ շատ բարձր մակարդակի վրա է, դա մի ընդհանուր կառույց է, դա այն չի, որ անձնական, ասենք, պաշտպանողական խմբեր են, թիկնապաների խմբեր են, ոչ պետական դեմքերին դա մի ամբողջ կառույց է, հակահետախուզություն, հետախուզություն, ոստիկանություն, մի խոսքով այդ համակարգը շատ խորքային է, անձը կլինի թե չի լինի, համակարգը ժամացի պես մեղվի պետակի պես աշխատում է եւ իմ այնտեղ լինելը կամ չլինելը, ես տարի 6 ամիս այնտեղ չեմ, ինչքան էլ այսօրվա նախագահին մենք դեմ էինք, բայց դեմ էինք եւ չարեցինք այն դավադրությունը, այսինքն նրան պաշտպանողները մեր տղաներն էին, մենք չարեցինք հեղաշրջում կամ այն ստորավարի հրաման չտվեցինք թիկնապային, որպեսզի այդ նախագահին գնդակահարեն, ոնց որ ուրիշ երկրներում են Չէ, մենք չենք անում, դա կար ժողովրդի պահանջ, ժողովրդին ոտքի էինք հանել, բայց կարող էինք մյուս կողմից ձերբակալել, չենք ձերբակալել, զինվորական հեղաշրջումներին այդ երկրում չենք մնում, մի խոսքով խորքային կառույց է եւ ուզում եմ, որ մեր Հայաստանը արդեն ոտքի կանգնի։